Բարի երեկո, եթերում Արտֆոկուսն է։ Նրա գեղարվեստական մտածողությունը ձևավորվել է ծննդավայր Թիֆլիսում։ 1920-ականների վերջը և 1930-ականների սկիզբը նկարչի ստեղծագործական վերելքի տարիներն էին, երբ նա ակտիվորեն մասնակցում էր Թիֆլիսի մշակութային կյանքին, հայ և վրացի նկարիչների ցուցահանդեսներին։ 1930-ականներին հաջորդում է նկարչի կյանքի ծանր շրջանը, արվեստի աշխարհում մերժված լինելու ու մեկուսացման 2 տասնամյակ ձգվող տարիներ։ 1950-ական թվականներին նրա արվեստը սկսում է նորովի ընկալվել ու վերարժևորվել, իսկ 1962 թվականին նկարիչը իրականացնում է իր վաղեմի երազանքը, կնոջ հետ հաստատվում է Երևանում, որտեղ էլ մինչև կյանքի վերջը մեծ խանդավառությամբ շարունակում է ստեղծագործել, հարստացնելով իր արվեստը նոր թեմաներով ու արտահայտչամիջոցներով։ Այսօր խոսելու ենք հայտնի հայ գեղանկարիչ Գևորգ Գրիգորյանի Ջոտոյի և ազգային պատկերասրահի մասնաճյուղ հանդիսացող արվեստանոց թանգարանի գործունեության մասին։ Մեր հյուրն է արվեստաբան Ջոտոյի արվեստանոց թանգարանի տնօրեն Արփինե Սարիբեկյանը։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, Արփինե։ Քչերը գիտեն, որ Երևանի Մաշտոց փողոցում 45A հասցեում գտնվում է մեր անվանի գեղանկարիչ Ջոտոյի թանգարանը, շատերը չգիտես ինչու հասցեն չեն կարողանում թանգարանի վայրը գտնել, թերևս այն պատճառով, որ թանգարանը գտնվում է բակային տարածքում, սակայն դա իրականում հենց երևանյան բակերում թաքնված մի գանձ է, որը միանշանակ արժե փնտրել։ Թանգարանը 2023 թվականին վերանորոգվել է, հիմնվել է 1977-ին վարպետի մահից 1 տարի անց, տիկնոջ ջանքերով։ Հետաքրքիր է վերանորոգումից հետո թանգարանը ինչպես է վերափոխվել, շենքային պայմանները որքանով են բարելավվել։ Այո, ինչպես նշեցիք, ցավոք քչերը գիտեն մեր թանգարանի մասին, բայց այն գտնվում է Երևանյան գողտրիկ բակերից մեկում, Մատենադարանի եւ Կասկադի հարևանությամբ եւ արդեն շուրջ 50 տարվա պատմություն ունի։ Հիմնադրել է վրացուհի կին է Ջոտոյի Դիանա Ուկլեբան եւ թանգարան ունենալը եղել է Գևորգ Գրիգորյանի Ջոտոյի նվիրական երազանքը եւ ամբողջ կյանքում ինքը շատ քիչ է նկարներ վաճառել, նվիրել եւ ամբողջը կուտակել է, որպեսզի ցուցադրվի իր անունը գրող թանգարանում, իր հայրենիքում իր ժողովրդի համար։ Այո, դա իր համար ամենակարևորն էր, որովհետև ինչպես գիտեք, ապրելով Թիֆլիսում ինքը գտնում էր, որ իր գեղարվեստական ժառանգությունը պետք է անպայման հանգրվանի հայրենիքում եւ հենց այնտեղ ամենաճիշտ գնահատականին կարժանանա։ Եվ այո, 2023 թվականին մենք շուրջ կես տարի փակեցինք թանգարանը եւ կարելի ասել գրեթե հիմնանորոգեցինք, որովհետև շուրջ 30-ից ավել տարիներ այնտեղ ոչ մի լուրջ աշխատանք չէր տարվել եւ մենք իհարկե փոխեցինք էքսպոզիցիան, որ նկարները վերականգնեցինք, որոնք կարիք ունեին վերականգնման, շրջանակավորեցինք եւ այնտեղ կարեւոր ճարտարապետական լուծումներ արեցինք թանգարանի ներսում, համագործակցեցինք ճարտարապետների հետ, որոնք ճիշտ ուղղորդեցին մեզ, փոխվեց ամբողջ լուսավորությունը թանգարանի, որը իդեպ շատ էր խանգարում, քանի որ Ջոտոյի գույները, գիտեք, մուգ մռայլ էր, ինքը ավելի մռայլ տպավորություն էր թողնում։ Հիմա իհարկե այցելուն կարող է տեսնել ինչքան լավ պայմաններ են մեր թանգարանում եւ նույնիսկ թանգարանային գիշերը, երբ այցելուներն ասում են փոխվել են Ջոտոյի գույները, ես ասում եմ բնականաբար փոխվել է թանգարանի լուսավորությունը։ Եվ իհարկե էլի տարբեր աշխատանքներ են կանել շինարարական եւ նաեւ կոնցեպտուալ առումով նախկինում 2 հարկը թանգարանի միայն Ջոտոյի գործերն էին ցուցադրվում։ Իսկ վերանորոգումից հետո մենք հասկացանք, որ քանի որ թանգարանը այդքան լայն ճանաչում չունի եւ պետք է պարբերաբար ավելի աշխուժ պահել թանգարանային գործունեությունը, երկրորդ հարկը այս պահին մշտապես ժամանակավոր ցուցահանդեսներ է հյուրընկալում։ Որքանով է այսօր ներկայացված մշտական ցուցադրությունը համապարփակ ներկայացնում Ջոտոյի արվեստը, ես գիտեմ, որ պատկերասրահում շուրջ 700 աշխատանք է պահվում Ջոտոյի, հետաքրքիր է ինչ նոր աշխատանքներ եք ներկայացրել, գուցե գրաֆիկաների վրա շեշտը նաև դրվել։ Այո, ուրեմն մենք նախ շատ մոդեռն լուծում ենք տվել թանգարանին, մի ամբողջ պատ, այսպես Ջոտոյի կենսագրությունն է, լուսանկարներով եւ այցելուն կարող է շատ հեշտ ծանոթանալ նրա կյանքին եւ գործունեությանը, եւ այսպես Նաև բրենդավորել ենք թանգարանը, ունենք մեր լոգոն, տառատեսակը եւ այդ շենքում
այդ սրահում առաջին նրա կենսագրության հետ կապվող գործերն են ցուցադրվում, մոր դիմանկարը, ծնողների դիմանկարը, հիշողություններ Թիֆլիսից եւ այո շատ աշխատանքներ նոր են այցելուների համար անծանոթ, Եղեշե Չարենցի դիմանկարն են ցուցադրում եւ առաջին հարկում մենք ցուցադրում ենք նրա Երևանյան շրջանի աշխատանքները, որոնցից էլի շատերը կան, որ անծանոթ էին, այսինքն նպահվում են ազգային պատկերասրահի պահոցներում։ Եվ առաջին անգամ թանգարանի հիմնադրման ողջ պատմության ընթացքում ցուցադրում ենք Ջոտոյի գրաֆիկական աշխատանքները, որոնք իսկապես լրիվ ուրիշ Ջոտո են բացահայտում արվեստասերների համար։ Իսկ վերջին շրջանում Ջոտոյի նվիրված ինչ հետաքրքիր հրապարակումներ են եղել, գուցե կատալոգներ են տպագրվել եւ որքանով է այդ գործընթացին հետևում նաեւ թանգարանը։ Առասարակ Ջոտոյին ավելի շատ ուշադրություն հատկացվեց, երբ նա տեղափոխվեց Երևան, մինչ այդ նա կարելի ասել մոռացության էր մատնվել եւ 62 թվականից նոր շրջափուլ բացվեց նրա արվեստում, նրա մասին սկսեցին խոսել, կատալոգներ հրատարակվել, նաև նա ունեցավ իր առաջին անհատական ցուցահանդեսը 1965 թվականին, բավականին մեծ տարիքում, արդեն շուրջ 50 տարվա ստեղծագործական կյանքերն է ապրել, բայց առաջին անգամ էր ներկայացնում իր գործերը հանրությանը, եւ արդեն մահից հետո, օրինակ Պողոս Հայթայանը ունի կատալոգ, Իգիթյանը Իգիթյանի նախաբանով եւ նաեւ վերջերս Գաֆէսյան արվեստի կենտրոնում 18 թվականին ցուցահանդես տեղի ունեցավ շուրջ 62 աշխատանք եւ կարծեմ այնտեղ էլ ներկայացվեցին գրաֆիկական աշխատանքները առաջին անգամ հենց այնտեղ ներկայացվեցին այո իսկ հետաքրքիր արվեստաբանների երիտասարդ սերունդը շարունակում է հետաքրքրվել Ջոտոյով գալիս են թանգարան նյութեր արխիվներ եւ այլն հետազոտելու ձեզ մոտ այո ի ուրախություն մեզ գալիս են դիպլոմային աշխատանքներ են գրում Գևորգ Գրիգորյանի մասին եւ թանգարան մշտապես այցելում են արվեստաբանները, թե նկարիչները, Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները եւ նաեւ գրում են հոդվածներ, այո, գրվում է հոդվածներ նրա մասին եւ կարելի ասել վերանորոգումից հետո նոր շունչ ստացավ Գևորգ Գրիգորյանի ստեղծագործությունը եւ ավելի ուշադրություն հրավիրեց իր վրա եւ այո, սկսում են արդեն զբաղվել արվեստաբանները։ Արխիվը ձեզ մոտ է պահվում ամբողջությամբ։ Այո, Գևորգ Գրիգորյանի արխիվը, հենց անձնական արխիվը, որտեղ իր լուսանկարներն են, նամակները, նրանք ամեն ինչ պահպանել են իրենց հետ կապված, Դիանան եւ Ջոտոն շատ այսպես խնամքով են վերաբերվել իրենց արխիվին, եւ քանի որ երեխաներ չեն ունեցել, ել ավելի ուշադիր են եղել եւ ամեն ինչը շատ դասակարգված, շատ խնամքով պահպանված, այսպես թղթապանակներով եւ շատ ուրախալի է, որ հենց մեր արվեստանոց թանգարանում է պահպանվում, քանի որ Դիանա Օկլեբան թանգարանի հիմնադիրն է եղել, նաեւ եղել է առաջին տնօրենը եւ բավականին երկար ժամանակ է թանգարանով զբաղվել, այդ իսկ պատճառով ես ենթադրում եմ, որ դրա համար մեծ մասը հենց թանգարանի շենքում է մնացել իրենց արխիվի։ Այո։ Եվ մեզ համար մենք տրամադրում ենք այդ արխիվը բոլոր հետազոտողներին եւ նաեւ ունենք զույգից մնացած մեծականակ գրքեր, անձնական գրքեր։ Իսկ հետաքրքիր է, որքանով է լուսաբանված Ջոտոյի եւ Դիանայի այդ ռոմանտիկ սիրավեպը, հա, մի ամբողջ կյանք տևող սիրավեպը թանգարանում։ Այո, մենք նախ ասեմ, որ վերաբացումից հետո հասկացանք, որ Դիանա Օկլեբայի դերը այդքան էլ թանգարանում նկատելի չէ, հենց առաջին հայացքից եւ որոշեցինք, որ պետք է ցուցասրահներից մեկը անվանենք Դիանա Օկլեբայի անունով եւ մեր գրադարանային հատվածը, որտեղ նաեւ ցուցադրվում են Դիանա Օկլեբայի աշխատանքները, գեղանկար աշխատանքները եւ զույգի գրքերի հավաքածուն, այդ սրահը մենք անվանեցինք Դիանա Օկլեբայի անունով, որպեսզի ել ավելի ընդգծենք եւ նաեւ մեր երախտիկի խոսքը հայտնենք այդ մեծ նկարչուհուն, բանաստեղծուն եւ նվիրյալին առասարակ Ջոտոյի համար Դիանան ամեն ինչ էր, թե մուսա, թե ընկեր, թե աջակից։ Տեղեկացա, որ նաև այդ գրադարանային հատվածը, որը պատկանել է զույգին, այսօր հասանելի է նաև այցելուների համար, գուցե դա կրթական ծրագրի, հա, բաղկացուցիչ մաս է կազմելու կամ պարզապես գրադարանում նաև, հա, այդպես ավելի գրադարանային նմուշները շոշափելու մի հնարավորություն է։ Խնդրում եմ պատմեք այդ նախաձեռնության մասին։ Երբ մենք արտվերանորոգում ենք թանգարանը, հասկացանք, որ բավականին շատ գրքեր են մնացել նրանցից եւ նախ հետաքրքիր էր այն առումով, որ մենք տեսանք, թե ինչ հետաքրքրությունների շրջանակ ունի այս արվեստագետ եւ շատ բազմապրոֆիլ էր, փիլիսոփայություն, կինո, բնականաբար գեղարվեստական գրականություն եւ մասնագիտական գրականություն եւ իրապես շատ արժեքավոր գրքեր կային եւ հնատիպ գրքեր կային, շատ վաղ տպագրության
Եվ որոշեցինք, որ չէ, պետք է սա լինի հասանելի նաև արվեստասերներին եւ ընթերցասերներին եւ գրադարանի հատված ստեղծեցինք, որը հասանելի է եւ ուսանողներին, որոնք իսկապես կարող են իրենց քննությունների ժամանակ գալ եւ այդ շատ հանգիստ պայմաններում յուրության մեջ կարող են թերթել մեր գրքերը։ Ինչ բացառիկ նմուշներ եք գտել այդ գրքերի մեջ։ Տարբեր հրատարակության, օրինակ հնատիպ Հովանես Թումանյանի Փարվանայի հրատարակությունը ունենք 1900-ականների սկիզբ եւ Գևորգ Գրիգորյանի գրքերից ունենք, որը նա նկարազարդել է, նա աշխատել է Թիֆլիսում Սախել-Գամի հրատարակչությունում եւ մի քանի գիրք է նկարազարդել, Սուլդին Բուլդինը, Հակոբ Աղաբաբի Պախրախոտը եւ նաեւ Թիֆլիսում ինքը աշխատել է Կարմիր ծիլեր մանկապատանեկան հանդեսում երկար տարիներ։ Հետաքրքիր է ինչպես եք դիրքավորվում մեր այս հայաստանյան ակտիվ թանգարանային միջավայրում։ Այո, այդ մրցակցությունը իհարկե ավելի ոգևորող է եւ մենք տարբեր միջոցառումներ ենք անում։ Նախ մեր ժամանակավոր ցուցահանդեսները շատ են գրավում այցելուներին, ասեմ որ թանգարանը վերաբացվեց զուգահեռաբար Զաբել եւ Տիգրան Եսայանների նվիրված ցուցահանդեսով, երկրորդ հարկում 3 քաղաք՝ Պոլիս, Փարիզ, Երևան եւ շատ համապարփակ ներկայացնում արվեստագետ զույգի անցած ճանապարհը։ Հետո մենք ունեցանք ազգային պատկերասրահի հավաքածուից Էդգար Շահին Տիգրան Փոլադ ցուցադրությունը Օֆորտի վարպետների եւ օրեր առաջ բացվեց մեզ մոտ Վանո Խոջապեկյանի 150-ամյակի նվիրված ցուցահանդես Վավերագրող հայացք, այսինքն մենք բարբերաբար նաեւ ուզում ենք ներկայացնել Թիֆլիսահայ նկարիչներին, որը մեր թանգարանի կարևոր առաքելություններից մեկն է, եւ նաեւ այսպիսի շարք ունենք արվեստագետ զույգերի ցուցահանդեսներ, դե արեցինք Զաբել եւ Տիգրան Եսան եւ առաջիկայում, ասպասում եմ եւս շատ կարևոր, շատ ես կարծում եմ, որ կարելի ասել բացառիկ ցուցահանդես, մասնավոր հավաքածուից, բայց դեռ չեմ ասի ում ցուցահանդեսն է, հոկտեմբեր ամսին է սպասվում, թող արվեստասերները հետևեն մեր Facebook-յան էջին, Instagram-յան էջերին եւ կիմանան այդ ցուցահանդեսի մասին։ Իդեպ Գևորգ Գրիգորյանի կեղծանունը, հա, Ջոտոն, ասում են կամ Չարենցն է նրան այդպես ջոտո կնքել, տարբերակ ավարկած կա որ Քոչարը եւ երրորդը անշուշտ հենց ինքը նկարիչը, դրանցից որն է ամենից շատ համապատասխանում իրականությանը։ Քանի որ մեր արխիվում Ջոտոյի հենց ինքնակենսագրականը կա իր ձեռքով գրված, ինքը իհարկե ասում է, որ ինքը մեծարել, պաշտել է Ջոտո դի Բոնդոնեն, իտալացի մեծ նկարիչ, բայց նաև ասում է, որ Երվանդ Քոչարն է ինձ կնքել Ջոտո, նմանացնելով իր կերպարը Ջոտո դի Բոնդոնեի նկարած խաչելության մեջ նկարած Հիսուսի կերպարին։ Այդպես կատակով Ջոտո է կանչել եւ քանի որ ինքն էլ շատ է սիրել Ջոտոին, որոշել է այդպես ստորագրել եւ այդպես հայատար գրում է Ջոտո, մեր Ջոտոն։ Բայց մենք ասում ենք Ջոտո։ Ջոտո, հա, մենք համառորեն հայերեն ենք ասում Ջոտո, բայց Չարենցի վարկածը մի քիչ այդքան էլ իրականությանը մոտ չէ, քանի որ երբ ես ուսումնասիրում էի, մեր պատկերասրահում պահվող գործերում 19 թվականից Ջոտոն ստորագրում է արդեն Ջոտո իր գործերը, բայց Չարենցին ինքը հանդիպել է Հայարտանը Թիֆլիսի, իսկ Թիֆլիսի Հայարտունը հիմնադրվել է 21 թվականին, Վահան Տերյանի անունն էր գրում Տերյանի մահից 1 տարի անց։ Եվ հետեւաբար գուցե եւ Չարենցը խրախուսել է, որ Ջոտո ստորագրի, բայց առաջինը Քոչարն է կնքել, որը եղել է Գևորգ Գրիգորյանի դասընկերը Թիֆլիսի նկարչական դպրոցում։ Եվ Քոչարը ինքն էլ իր հուշերում ասում է, որ բոլորը կփաստեն Թիֆլիսում, որ ես եմ նրան Ջոտո կնքել։ Իսկ վերաիմաստավորման ինչ փուլեր է անցել Ջոտոյի արվեստը վերջին 50 տարվա ընթացքում, հետաքրքիր է ինչ նոր փաստեր են գուցե հայտնի դարձել։ Դե Գևորգ Գրիգորյանը նախ մասնագիտական կրթություն չի ստացել, թերի է կարելի ասել սովորել, նա սկզբից սովորել է գեղարվեստը խրախուսող Կովկասյան ընկերության նկարչության քանդակագործության դպրոցում, որը շատ նշանավոր դպրոց էր Թիֆլիսում, եւ իր ուսուցիչը եղել է Թաթևոսյանը։ Այնուհետև նա սովորել է Ֆխուտեմասում, որը շատ կարևոր ճարտարապետագեղարվեստական ինստիտուտ էր այն ժամանակ Խորհրդային Միությունում եւ շատ նման էր Գերմանիայի Բաուհաուզին, որը այսպես շատ կարևոր նրանք պատրաստում են դիզայներ արվեստագետներ եւ այդ սովորելու տարին թեպետ 1 տարի է սովորել, բայց շատ կարևոր է եղել Գևորգ Գրիգորյանի ստեղծագործական այդ ուղու համար, քանի որ իր ամբողջ ոճը կարելի ասել ձևավորվել է հենց Ֆուտեմասի ազդեցության ներքո, որովհետև այնտեղ իր ուսուցիչը եղել է հայտնի ավանգարդիստ, կուբոֆուտուրիստ Լյուբով Պապովան եւ նաեւ ճարտարապետ Վեսնինը, եւ այնտեղ ինքը մի տարվա մեջ յուրահատուկ այսպես իրենք ծրագրեր էին մշակում
եւ գույնի դիսցիպլին է անցել, հատուկ գույնի ծրագիր 1 տարի, որը շատ հատկապես նկատելի է նրա գրաֆիկական թերթիկներում, որտեղ այնտեղ արդեն լրիվ ուրիշ գունային զուգորդումներ է ջոտոնանում, ավելի վառ գույներ, ավելի համարձակ կոնտրաստների է դիմում եւ կարելի ասել, որ 20-ական թվականներին հենց ձևավորվել է ջոտոյի հիմնական գեղարվեստական լեզուն եւ նա հավատարիմ է մնացել ամբողջ կյանքում իր այդ գեղարվեստական ոճին, քանի որ ինքը այդ այսպես տարբեր փնտրտուքներ անցնելով իր մեջ այսպես ֆիլտրելով, անցկացնելով եւ դասական արվեստը, որը նա սիրում էր ջոտոյին, Էլ Գրեկոյին, Մորալեսին, հետո արդեն այդ ավանգարդիստ արվեստագետներին, կուբիզմից ունի ազդեցություն, սեզանիզմից եւ վերջի այդ ամեն ինչը նախառնելով Թիֆլիզյան այդ դպրոցին, Թիֆլիզյան կոլորիտին, կարողացել է ստանալ իր ուրույն գեղարվեստական լեզուն, հենց ջոտոյական լեզուն, որը ես կարծում եմ այդպես էլ չունեցավ իր շարունակությունը հայկական մեր կերպարվեստում ուրիշ արվեստագետերի մոտ, այսինքն ջոտոյական դպրոց որպես այդպեսին չեղավ, բայց ինքն էլ գալով Երևան այդ այդ բուրըն ժամանակաշրջանում մշակութային կյանքի համար նպաստավոր պայմաններ են, Սարյան, Մինաս, բայց ինքը միևնույն է մնաց հավատարիմ իր ոճին եւ մի փոքր ուղղակի Երևանյան շրջանում գույները ավելի բացվեցին, բայց նա այսպես իր ջոտոյական ոճով շարունակեց ամբողջ կյանքում ստեղծագործել եւ նույնիսկ սոցրեալիզմի տարիներին ինքը չնկարեց ոչ մի, կարելի ասել գրեթե ոչ մի այդ ռեալիզմի ոճով նկարներ, ինչպես որ պահանջում էր սովետական գաղափարախոսությունը, նա թեպետ նկարեց նրա հայտնի նկարը առաջնորդի մահը, բայց այդտեղ էլի դու չես կարող հասկանալ սոցրեալիստական նկարը թե ոչ, որովհետև ինքը ուղղակի դեմքեր է նկարել, այո, վերնագիրն է հուշում, եւ այդ իսկ պատճառով ինքը մոռացության մատնվեց, երկար տարիներ ինքը ծաղրանքեր նույնիսկ ենթարկվում, հենց իր նկարիչների միությունից էին նրան հեռացրել, այսինքն չէր մասնակցում ցուցահանդեսների, այո, շուրջ 20 տարի 5 անգամ նրան հեռացրել է նկարիչների միությունից, որտեղ ինքը անկոտրում էր եւ ուզում էր ինքը նկարել իր աշխարհները, ինքը նկարում իր դրամատիկ, մութ գույներով, բայց այդ շատ ծանր տարիներ էին իսկապես արվեստագետի համար եւ եթե չլիներ Դիանան, ջոտոն երևի չէր կարող ստեղծագործել։ Դիանան ամբողջ այդ դժվարությունները կյանքի վերցրեց իր ուսերին, որովհետեւ համարում էր, որ իր ամուսինը իրապես հանճար է եւ օգնում էր ամեն ինչում։ Ինձ ապշեցրեց նաեւ այն փաստը, որ Դիանան լինելով նկարչուհի եւ բանաստեղծուհի, փաստորեն համատեղ կյանքի ընթացքում չէր նկարում եւ սկսեց նկարել ավելի հաճախ, նկարել ակտիվ ստեղծագործել ջոտոյի մահվանից հետո։ Այսինքն ըստ էության կարելի է ասել, որ նվիրվել էր այն աստիճանի էր նվիրվել իր ամուսնուն եւ նրա արվեստին եւ այն աստիճանի էր ապրում այդ ամենով, որ կարիք չուներ ինքն արտահայտվելու։ Այո, ինքը միայն այսպես նստում էր ջոտոյի կողքին, այդպես հուշերում ներկայացված է, որ նայում էր ինչպես է ջոտոն նկարում, հետո անպայման ջոտոն հարցնում էր, հավանում է թե ոչ, իր կարծիքն էր ասում եւ այո, լինելով նկարչուհի, չնայած ինքն էլ էլի թերի է թողել կրթությունը, որովհետև էլի ֆինանսական նյութական պայմաններից ելնելով ինքը չէր նկարում, որովհետև պայմաններ էր ստեղծում նկարիչ ամուսնու համար, բայց արդեն ջոտոյի մահից հետո մի քանի տարի անց ինքը մոտենում է վերջապես կտավին եւ նկարում է առաջին նկարը, որ նկարում է, կոչվում է Վերջին հայացք եւ նվիրված է լինում ջոտոյին։ Իսկ արվեստաբանական տեսանկյունից ինչպես է բացատրվում գրաֆիկական աշխատանքների եւ օրինակ յուղաներկերի այդքան կոնտրաստային լինելը։ Ինչու էր գրաֆիկայում այդքան համարձակ, ազատ, նաև գույների տեսանկյունից այդպես շատ ավելի կարող ենք կրկին ասել համարձակ, իսկ կտավների պարագայում, յուղաներկի պարագայում իր այդ զուսպ գունային գամային հավատարիմ։ Առասարակ նկարիչները գրաֆիկային դիմելիս ավելի ազատ են ստեղծագործում, որտեղ դա կարծես իրենց համար իրենք ստեղծեն այդ գրաֆիկական թերթիկները, նախքան գեղանկարին անցնելը, բայց իհարկե ջոտոյի գրաֆիկական թերթիկները բոլորը ավարտուն ինքնուրույն ստեղծագործություններ են եւ նաեւ ինչ-որ առումով գեղանկարչական ընկալում ունեն, օրինակ ինքը նաեւ լինում էր, որ լաքապատում էր այդ թուղթը եւ ոնց որ քեզ թվում է թե դու տեսնում ես գեղանկարչական աշխատանք, բայց միևնույն ժամանակ ջոտոյի գրաֆիկան մի քիչ տարբերվում է նաեւ այն առումով, որ ինքը եւ գրաֆիկայում նույնպես գեղանկարչական լուծումներ է տալիս գրաֆիկական աշխատանքներին, այսինքն էլի այսպես մոնումենտալ, էլի հնչեղությամբ, էլի այդ գունային անցումները նույնն են, ուղղակի ավելի վառ են գրաֆիկայում եւ նաեւ այդ գրաֆիկական աշխատանքները ջոտոյի
կարելի ասել չի կարելի առանձնացնել նրա գեղանկարչությունից ու իր արվեստը ուսումնասիրեց, որտեվ նրանք ոնց որ անկախտելի մասն են իր ամբողջ ստեղծագործական ժառանգության, որտեվ ինքը 400 օրից ավել, նույնիսկ երբի ավելի շատ, եթե մասնավոր հավաքածուներին նայենք, գրաֆիկական թերթիկներ է ստեղծել։ Վերջում կխնդրեմ անդրադառնալ նաև կրթական ձևաչափերին, ինչ նախագծեր եք իրականացնում կրթական նաև պատանիների, երեխաների, մանուկների համար։ Այո, մեր կրտսեր արվեստասերների ներգրավելու համար մենք տարբեր կրթական ծրագրեր ենք մշակել ըստ տարիքային խմբերի, հենց մեր մշտական հավաքածուի շուրջ, որ գան լսեն Ջոտոյի մասին եւ նաեւ փոքր կրթական ծրագիր անցկացնեն իրենց վերջաբանում ինտերակտիվ հատվածով, օրինակ ունենք կրթական ծրագիր Ջոտոյի ընտանեկան լուսանկարի հիման վրա, որը կոչվում է մի լուսանկարի պատմություն, եւ երեխաները ծանոթանում են լուսանկարի պատմությանը, ինչպես է հիմնադրվել, եւ վերջում իրենք նաև տեսնում են Դիանայի եւ Ջոտոյի ալբոմը եւ իրենց այդ նկարներով Ջոտոյի եւ Դիանայի ստեղծում են լուսանկարչական ալբոմ եւ նաեւ ես միշտ վերջում հանձնարարություն եմ տալիս երեխաներին, որ գնան տանը հարցնեն իրենց տանը թվագրվող վաղ լուսանկարը եւ դա հավատացեք հետո հետ են վերադառնում երեխաները, որ պատմեն, որովհետեւ դա մի հետաքրքիր սերունդների միջև կապ է հաստատում եւ գնում են տուն, թանգարանից ստանում են իրենց այդ մեծ ինֆորմացիա եւ նաեւ տանն է շարունակվում, ինչ որ առումով այդ կրթական ծրագիրը, ելի ունենք տարբեր կրթական ծրագրեր, բայց նաեւ ամառը անում ենք ամառային դպրոց երեխաների համար 8-ից 10, 10-ից 12 տարեկան երեխաների համար եւ հետաքրքիր է, որ ես այդ անունը դրեցի ամառային դպրոցի գտնված թանգարան, որ այլևս մեր թանգարանը, քանի որ կորած մի քիչ տեղում է, որ այլևս տպավորվի մարդկանց մեջ, որ դա գտնված թանգարան է, որովհետև երբ որ իսկապես այդ դժվար ճանապարհով գտնում են մեր թանգարանը, մեր այցելուն այլևս չի կորցնում մեր թանգարանը, մշտապես կապը պահում է թանգարանի հետ, եւ անցյալ տարի առաջին անգամ արեցին կրթական ծրագիրը, մեծ հաջողություն ունեցավ, շատ երեխաներ մասնակցեցին, այս տարի եւս անելու ենք եւ նաեւ ավելի մեծ տարիքային խմբի համար ենք անելու, ավելի նման արվեստի պատմության նման, այսպես տարբեր դասընթացներ ենք անելու եւ էլի ինտերակտիվ հատվածով պարտադիր։ Շնորհակալ եմ։ Ես էլ։ Ինչպես արդեն հաղորդման ընթացքում նշեցինք, Ջոտոն միշտ համարել է, որ իր ժառանգության հանգրվանը Հայաստանն է եւ իրական երկրպագուն իր արվեստի հենց հայ ժողովուրդն է։ Այնպես որ օգտագործենք այս արձակուրդային շրջանը, այցելենք Ջոտոյի թանգարան, նաև անշուշտ կազմակերպենք մեր երեխաների մասնակցությունը ամառային դպրոցին, կրթական ծրագրերին, որոնք շատ կարևոր են։ Այսօրվա համար այսքանը, ցտեսություն։